Բարև սիրելի հայրենակիցներ, եթերում քաղաքական խաչմերուկն է եւ այսօր մեր հյուրն է Իսրայելից, ձեզ բոլորի շատ հայտնի Արտյոմ Չեռնոմորյանը, ում հետ որ մենք հիմա քննարկելու ենք Նետանյահուի այցը Բաքու։ Տարբեր տեղեկություններով 3-ից 5 օր Նետանյահու մնալու է Բաքվում եւ անցկացնելու է տարբեր տեսակի հանդիպումներ։ Բարև պարոն Չեռնոմորյան։ Բարև ձեզ, պարոն Այվազյան, կրկին շնորհակալություն այս հնարավորության համար, շնորհակալություն այս շատ ակտուալ կարևոր հարցի համար։ Երեք Իսրայելի ժամով մոտ ժամը 4-ի սահմաններում հայտնի դարձավ արդեն Նետանյահուի այցելության տարեթիվը, երբ է գնալու, երբ է հետ գալու եւ հիմնականում ինչ հարցեր է քննարկելու Բաքվում Իսրայելի վարչապետը։ Հիշեցնեմ, որ վերջին անգամ 2016 թվականին է Նետանյահուն այցելել Բաքու։ Ես այդ այցելությունից առաջ արդեն ողջ հայկական աշխարհին արդեն հայտարարել էի ինչքանով որ հնարավորություններ ունեի տարբեր լրատվամիջոցներին տրված հարցազրույցների եւ իմ պատրաստած հաղորդումների շրջանակներում, որ Իսրայելը Ադրբեջանին վաճառել է այն ժամանակ ուղիղ 5 միլիարդ դոլարի զենք։ Եվ իմ հաշվարկները ճիշտ դուրս եկան 2016 թվականի դեկտեմբերին, հենց այդ այցելության շրջանակներում Նետանյահուն եւ Ալիևը միասին բարձրաձայնեցին ուղիղ հենց այդ թիվը 5 միլիարդ ԱՄՆ դոլար վաճառված զենքի մասին։ Այժմ այս անգամ ոչ միայն քննարկվելու եմ կարծիքով Իրանի հարցը, այլ նաև հիմնական ուրեմն ինչպես իսրայելյան աղբյուրներն են այսօր նշում եւ երեք էին նշում, հիմնական մեխը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն է։ Ցավոք սրտի Ադրբեջանը այս պարագայում դարձել է միջազգային ասպարեզում հարթակ, Իրան, նույնիսկ Իսրայել, Իրան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, այսինքն Իսրայել-Թուրքիա հարաբերություն են։ Պատկերացրեք մի երկիր, որտեղ որ վերջերս Փեզեշքյանն էր, 2 օր առաջ չէ, կարծեմ այցելել էր Փեզեշքյանը, 2 օր առաջ Փեզեշքյանն էր այնտեղ, օրեր անց լինելու է Նետանյահուն, այնուհետև Էրդողանն է գալու Բաքու, փաստորեն Բաքուն այսպես դարձել է միջանցք եւ բանակցությունների վայր։ Մեզ համար, պարոն Չեռնոմորյան, մենք պետք է փաստենք, որ այդպես կա, փաստացի Բաքուն դառնում միջնորդ Անկարայի եւ Թել Ավիվի միջև եւ դրանից բացի ու մենք տեսնում ենք, որ միջնորդ է դառնում, հնարավոր է նաեւ միջնորդ դառնա Իրանի եւ Իսրայելի միջև, հա, փաստացի։ Նրանց բացի արանքում իրենց հարցերն են լուծում զինվելու մասով եւ ոչ միայն զինվելու մասով եւ դա արդեն մեզ է վերաբերվում, փաստացի մեզ է վերաբերվում։ Ինչ տեղեկություններ ունեք նաեւ այդ մասով։ Այո, երբ որ նայում ես այդ հանդիպումների շարքը, փաստորեն Նետանյահուն արդեն ամսի 7-ին լինելու է Բաքվում, մայիսի 7-ին, մայիսի 8-ին հանդիպելու է Ալիևի հետ եւ այնուհետեւ որքանով որ մենք գիտենք Ալիևը մեկնելու է Մոսկվա ամսու 9-ին, բայց ինչ է անելու Նետանյահուն ամսու 8-ից հետո մինչեւ ամսու 11-ը Բաքվում, սա է հարցը։ Վստահ եմ չի գնացել Իսրայելից հասել այս քաղաքական ճգնաժամի Գազայում ընթացող պատերազմի պատճառով ուղղակի Ադրբեջանի բնապատկերներով զմայլվելու համար։ Կարևոր վստահ եմ քննարկումների եմ մասնակցելու, ինչու՞ չէ հնարավոր է նաև չեն բացառում Թուրքիայի որոշ ներկայացուցիչների հետ գաղտնի բանակցությունները եւ գաղտնի հանդիպումները, սա եւս ես չեմ բացառում։ Նաև պետք է այստեղ փաստել, որ հիշում եք Վիտկոֆի այցելությունը Ադրբեջան, երբ որ Նետանյահուն փետրվար ամսին Ադրբեջանի դեսպանատանը Թել Ավիվում հանդիպել էր Հիկմետ Հաջիևի հետ եւ այն ժամանակ Հիկմետ Հաջիևը պաշտոնապես Նետանյահուին հրավիրել էր Բաքու այցելության։ Հիշում եք այս պատմությունը եւ սրանից հետո փաստորեն այս հրավերքը երկար իրեն սպասել չտվեց, Ադրբեջանը մեկնում Նետանյահուն։ Ցավոք սրտի ցանկացած հանդիպում, որը տեղի ունենում Ադրբեջանում, ասենք Իսրայելի պատվիրակությունների, Նետանյահուի կամ մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի մասնակցությամբ վատ է վերջանում հայերի համար, ցավոք սրտի։ Վերջին անգամ 1 օր առաջ հիշում եք Արցախի էթնիկ զտումների ժամանակ
իսրայելյան դելեգացիան պատվիրակությունը գտնվում էր Բաքվում եւ դրանից մեկ օր հետո տեղի ունեցավ այն ինչ տեղի ունեցավ Արցախում այդ ողբերգությունը, երբ հայաթափ վարվեց մեր Արցախը սեպտեմբերի 19-ին, հիշում եք այդ պատմությունը, այսինքն այս անգամ էլ Նատանյահուն է մեկնում, սա այն վարչապետն է Իսրայելի պատմության մեջ, որը մոտ 9 միլիարդ դոլարի զենք է վաճառել Ադրբեջանին, ասել կուզի 5 միլիարդ մինչև 2020 թվականն են վաճառել, այժմ նորից են բարձրաձայնում 2020 թվականից մինչև 2025 թիվը ամենաթեթև հաշվարկներով։ Բայց վթարը ոչ մի խնդիր չի ստեղծել, հա, փաստացի։ Ինչպես։ Վթարը երեկվա ավտոմոբիլային վթարը Իսրայելի վարչապետի համար ոչ մի Ոչ, խնդիր։ այդ մոտոցիկլիստի հետ իհարկե որևէ խնդիր, որևէ բան տեղի չունեցավ, Նատանյահուն գնում էր Yad Lebanim ուրեմն նահատակված զինվորների հուշակոթող այնտեղ ելույթներ ունենալու, անպակորգոր ելույթներ ունեցավ, որ ազգը պետք է միասին լինի, միահամուռ լինի եւ այլն, եւ արդյունքում ինչ տեղի ունեցավ, ոչ մի բան էլ տեղի չունեցավ։ Պարոն Չերնոմորյան, արեք եկեք սա հասկանանք։ Իսրայելը աջակցում է Հնդկաստանին, շատ լուրջ ձևով հիմա ռումբեր են ուղարկում, տարբեր տեսակի զինտեխնիկային ուղարկում։ Զենք է ուղարկում։ Անվերապահորեն աջակցություն է հայտնել Հնդկաստանին։ Ադրբեջանը եւ Թուրքիան իրենց անվերապահորեն իրենց աջակցությունն են հայտնում Պակիստանին։ Այստեղ որևիցե խնդիր կարող է առաջանալ Իսրայելի եւ Ադրբեջանի միջև։ Ճիշտ է, կարող է մի կողմից միամիտ հարց թվալ, բայց եթե մեծ պատերազմ հիմա բռնկի Հնդկաստանի եւ Պակիստանի միջև, դա արդեն բավականին լուրջ է եւ չեմ կարծում, որ դա չի կարող չազդել Ադրբեջանի եւ Իսրայելի հարաբերությունների վրա։ Իմ կարծիքով որևէ կերպ չի ազդի, որովհետեւ Իսրայելը մեծ հաշվով չի կիսում Ադրբեջանի ուրեմն անհանգստությունը Պակիստանի հետ կապված եւ վստահ եմ, որ այս հանդիպման ժամանակ այդ հարցերը եւս քննարկվելու են։ Հիմնական նաեւ Նատանյահու այցելությունը Ադրբեջան, գիտեք, վերաբերում է Սիրիայի խնդրին, հիմնական հարցը թուրքերի ու Իսրայելի հարաբերություններն են Սիրիայի օդում, որովհետև շատ մեծ է շանսը օդային պատերազմի Սիրիայի օդում, Իսրայելի եւ Թուրքիայի միջև, մեծ հավանականությունը սա են ուզում հիմա այս պահին բացառեն, իսկ Ադրբեջանը այստեղ փոքրիկ խաղացող է, փոքրիկ այսպես փոքրիկ երկրիկ է, Պակիստանա-իրանական հարաբերությունները։ Իսրայելյան մամուլը ընդհանրապես ինչ է ասում այդ այցի մասով։ Կան կոնկրետ ինչ-որ տեղեկություններ, որոնք որ կարող են ավելի շատ հետաքրքրել մեզ։ Հետաքրքրին այն է, որ Իրանի թեմայի մասին չի խոսվում, հիմնական Թուրքիայի հետ հարաբերություններն են Սիրիայի հետ կապված, հիշեցնեմ, որ Ալիևը նաև հանդիպել է այդ Ալ-Շարայի այդ Ալ-Ջուլանի հետ, Սիրիայի նախագահի Ահաբեկչի հետ, եւ ունեցել է այսպես ասած շատ ջերմ զրույց, եւ փաստորեն Ալիևը հանդիպել է եւ այդ Սիրիայի նախագահի հետ եւ Իրանի նախագահի հետ, հիմա հանդիպում է Նատանյահուի հետ, հետո էլ հանդիպելու է Էրդողանի հետ։ Որոշակի շարք կա Սիրիայի եւ Իսրայելի միջև։ Ինչ կա ներողություն։ Հարաբերությունների մեջ ինչ որ շարժ կա, տեղաշարժ կա։ Թե չէ։ Սիրիայի եւ Իսրայելի։ Այո։ Այո, որոշակի հանդիպումներ դիվանագիտական հարթակներում հրյա դիվանագետները հանդիպումներ են ունեցել Սիրիայի հետ, պատկերացրեք Սիրիայի ղեկավարությունը հիմա ատամներն է կրճտացնում, որովհետև ամեն պարագայում Իսրայելը շարունակում է հարձակումները Սիրիայի նկատմամբ, որոշակի հրթիռային հարձակումներ եւ մի մոռացեք, որ Սիրիայի որոշ հատվածը Դամասկոսից 20 կիլոմետր, ավելի ճիշտ 18 կիլոմետր այս կողմ իսրայելյան զորքն է կանգնած։ Հայկական բանակը օկուպացրած տարածքներ ունի Սիրիայի տարածքներում, չմոռանաք Գոլանի բարձունքների այս մյուս կողմը դրուզներին պաշտպանելու, քրդերին պաշտպանելու քողի տակ փաստացի եւ Իսրայելի հարվածների արդյունքում ամբողջությամբ ոչնչացվել է ավիաբազաները Սիրիայում, ոչ մի ավիաբազա չկա, այսինքն վերջին հույսը, որ Թուրքիան կունենա երկու ավիաբազա Սիրիայում, Իսրայելը իջի դարձրեց, ամենայն դեպս, այո, ասեք, հետո շարունակենք։ Ամենայն դեպս այս Իսրայելի մամուլը վերադառնալով ձեր հարցին, Իսրայելյան մամուլը հիմնականում շեշտադրում է թուրք-իսրայելյան հարաբերությունները եւ Ադրբեջանի միջնորդությունը
թուրք-իսրայելյան հարաբերություններում Իրանի հարցը անկասկած կքննարկվի այսօր մեկ հետաքրքիր վերլուծություն կարտացի առավոտյան որ ասում են որ Իսրայելը համոզված է որ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ իրանական միջուկային ծրագրում դիվանագիտական առումով որոշակի դրական տեղաշարժեր կգրանցվեն եւ փաստորեն Նատանյահուի երազանքը եւ հրեական լոբի երազանքը որ ի վերջո Նատանյահուն կհասնի հաղթանակի Իրանի նկատմամբ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ուժերը ներգրավելով կփորձեն վերացնել Իրանի միջուկային ծրագրերը իջիկ դարձան փաստորեն այս պահին երկու խոշոր ապտակ ստացավ Իսրայելը Ամերիկայի Միացյալ Նահանգներից Պարոն Չեռնոմարյան, անձամբ իմ մոտ տպավորությունը հետևյալն է, որ Իսրայելը չի կիսում Դոնալդ Թրամփի այս մոտեցումը Իրանի նկատմամբ բանակցությունները, կարծես թե Իսրայելը խաղից դուրս է մնում, Ամերիկայի Միացյալ Նահանգները ուզում է պայմանավորվել, չնայած որ մենք ամենասկզբում կարծում էինք, որ ինչ ասի Իսրայելը, դրան է հետևելու Դոնալդ Թրամփը, բայց փաստացի դուրս է գալիս, որ այդքան էլ այդպես չէր այդ ամենը։ Հիմա հաջորդ տպավորությունը այն է, որ Իսրայելը այնուամենայնիվ պատրաստվում է հարված հասցնել Իրանին, բավականին բարդանում է Իսրայելի հարված հասցնելը Իրանին, հասկանում ենք, ավելի ռիսկային է դառնում, բայց եթե իրոք իրենք պատրաստվում են, այսինքն Իսրայելը շատ տրամաբանական է ձեր վարչապետի այցը Բաքու, եւ դրանից բացի մենք գիտենք, որ հիմա Իրանի նախագահն էլ էր այնտեղ։ Հնարավոր է այնուամենայնիվ Իսրայելը փորձի ստանալ Ադրբեջանի հավատարմությունը այդ հարցի շուրջ, եթե հարված հասցնեն Իրանին, որպեսզի Ադրբեջանը ինչ որ չափով ներգրավվի կամ տարած տրամադրի, դե տարբեր առումներով ներգրավվի ընդդեմ Իրանի եւ կրկին հայերի հաշվին ինչ որ բան խոստացած լինեն նույն Բաքվին։ Մենք գիտենք, թե ինչ ներգրավվածություն ուներ Իսրայելը Արցախի դեմ ագրեսիային։ Շնորհակալություն հարցի համար, տեսեք, ֆիզիկապես հնարավոր չէ Ադրբեջանի տարածքը Իսրայելի կողմից օգտագործել Իրանի դեմ հարձակումներ իրականացնելու համար։ Միակ հնարավոր տարբերակը ադրբեջանական ուժերի օգտագործումն է Իրանի դեմ, որ իմ կարծիքով այս պահին հնարավոր չէ, սա առաջինն է։ Երկրորդը միջազգային ոչ մի խորհուրդ ռադիոէլեկտրոնային համակարգերի միջոցով ուղղաթիռներ գցեն, ինչպես որ ուղղաթիռը նախագահի այո, Իրանի նախագահի ուղղաթիռը գցեցին Մարսեցին, փաստորեն Ադրբեջանն այսպես Իրանի հետ կապված ժողովրդական լեզվով ասած վայիս է լինում, հա, իրենց նախագահն է, իմ համար հետաքրքիր է ռադիոէլեկտրոնային պատերազմի մեթոդները կարող են օգտագործել Ադրբեջանի ռադիոէլեկտրոնայինը կարող են, բայց ապացուցելի քիչ երևացող է։ Չեմ ասում, այո, բայց ռադիոէլեկտրոնային պատերազմի միջոցները բավարար չեն։ Իսրայելը չունի այն հնարավորությունը այնպիսի ռադիոէլեկտրոնային միջոցներ Ադրբեջանից օգտագործի, որ ասենք Իրանին մի մոռացեք, Իրանը 80 միլիոնանոց երկիր է եւ այսօրվա դրությամբ 2000-ից ավելի բալիստիկ հրթիռ ունի, որը հանգիստ կարող է Իսրայելի տարածքի վրա թափվել։ Ես ես հիշեցնեմ, որ անցյալ տարի աշնանը տեղ ունեցած Իրանի հարձակման ժամանակ մոտ 20-ից ավելի բալիստիկ հրթիռ ընկավ Տել Ավիվի շրջանում, չէ՞, երկրի կենտրոնում։ Այսինքն տեսնում եք այդ կադրերը, թե ոնց են հրթիռներն ընկնում, ճիշտ է, դրանք ընկան կիլոմետրեր հեռու, շատ հեռու եւ վնասներ ընդհանրապես չպատճառեցին Իսրայելին, այսպես ցավոտ վնասներ, բայց ամենայն դեպս ընկան դրանք եւ հնարավոր չէ 100%-անոց վերացնել։ Վերադառնամ ձեր հարցին, շատ շեղվենք այս բալիստիկ հրթիռների առումով։ Ինչպես եք պատկերացնում իսրայելյան օդուժը, ինչպես պետք է դա Ամերիկայից կոպիտ ասած դավրոն չունենա, ինչպես է, ինչ ճանապարհով է թռնելու եւ հարձակումներ իրականացնել, երբ որ Սիրիայում թուրքական ուժերն են, որոնք թույլ չեն տա, որ Իսրայելը հատի Սիրիայի սահմանով անցնի եւ հրթիռահարի, մնում է Իրաքի սահմանները, Իրաքում էլ ամերիկյան կոնտինգենտը, այսինքն եթե Ամերիկայի Միացյալ Նահանգներից չունենա թույլտվություն, ինչպես են, ինչ ուղղությամբ են Իսրայելի օդանավերը հասնելու Իրանը հրթիռահարելու, չեն կարող։ Սա իսկ մեզ այսպես շրջագիծ անելով Եվրոպայի շրջանից Վրաստանով մտնելու, չգիտեմ ինչպես են մտնելու այդ ֆիզիկապես հնարավոր չէ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է թույլ տա, որ հատելով Իրաքի սահմանը Սիրիայով, Լիբանանով, ասենք թռչելով հասնեն Իրաքով մտնեն Իրան։ Սա է միակ օդային ճանապարհը ամենակարճ, որպեսզի իրականացնեն իրենց հարձակումները։ Հիշում եք, երկու անգամ արդեն անցկացել են նման հարձակումներ, երկու անգամ էլ
կոալիցիա է օգնել Իսրայելին։ Առաջին անգամ հիշում եք Ֆրանսիայից Հորդանանից բռնած պաշտպանեցին Իսրայելի օդը, երկրորդ անգամ էլ ամերիկացիները նորից Հորդանանը, նույնիսկ Պարսից ծոցի արաբական երկրներն օգնեցին Իսրայելին պաշտպանվելու իրանական հրթիռներից։ Այս անգամ ոչ մեկը նման թույլտվություն Իսրայելին չի տա, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները այս գործի մեջ խառնված չլինի։ Սա առաջինը, երկրորդն էլ ես համենայն դեպս անկախ ամեն ինչից ցանկացած հրեա պաշտոնյա, որ մեկնում է Բաքու, սա իմ համար լուրջ ազդանշան է Հայաստանի Հանրապետության կառավարությանը փոխանցելու։ Աչքերդ բացեք, աչա լուրջ եղեք եւ փորձեք հասկանալ, թե ինչ հնարավոր վատ հետևանքներ սա կունենա հայ ժողովրդի հայկական պետականության համար։ Իսրայելը ունի զուտ շահեր։ Իսրայելի շահերը կարող են չհամընկնել, ասենք, Պակիստանի եւ Հնդկաստանի պատերազմում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, կարող է չհամընկնել Սիրիայում Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունները, բայց կարող են շատ փայլուն համընկնել Կովկասում Իսրայելի, Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը։ Պարոն Չերնոմորյան, ինչ հարցերի շուրջ է պետք ուշադիր լինել։ Նախ մենք տեսնում ենք, որ Իսրայելը զբաղվում է Ադրբեջանի լոբինգով Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ պակաս կարևոր չէ Ալիևի համար եւ իրենց նպատակը, հիմնական նպատակը հարձակվելն է Սյունիքի վրա։ Դա կարող է տեղի ունենալ միայն այն պայմաններում, երբ որ Դոնալդ Թրամփը փակի աչք այդ ամենի վրա։ Իսրայելի լոբինգից օգտվելը, հրեական լոբինգից օգտվելը մեկ։ Երկրորդը նոր պայմանագրեր ռազմատեխնիկական համագործակցության առումով նոր զենքերի ձեռքբերում, որը որ հիմնական վտանգավոր, ամենավտանգավոր երևի թե կետերն են մեզ համար։ Ինչ եք կարծում դուք։ Էլի կան ես ասում եմ, ամեն անգամ, երբ որ Իսրայելի պաշտոնյան, այս անգամ Նեթանյահուի մակարդակով գալիս են Իսրայել, այսինքն 2020-ից հետո 4 միլիարդի զենքի նոր պայմանագրեր են։ Սրա մեջ չի մտնում միայն զենքի մատակարարումներ, սրա մեջ մտնում է օրինակ Հայֆայի տեխնիոնի կողմից Բաքվում կիբերհարձակումների, ուրեմն ուսումնական կենտրոնի ստեղծումը Բաքվում։ Այսինքն իսրայելյան մասնագետների միջոցով Բաքուն պատրաստ է հարյուրավոր միլիոն դոլարներ ծախսել, որպեսզի ուսումնական կենտրոններ պատրաստի, ռազմական ուսումնական կենտրոններ կիբերհարձակումների ենթարկել, ասենք, թեկուզ հայկական համացանցը, հայկական կառավարական։ Մենք ծանոթ ենք նաև Պեգասուս ծրագրին, որը որ այո, Պեգասուսը սա ուղղակի հայտնի դարձած այն ծրագրերից մեկն է։ Իդեպ ձեզ ասեմ, որ Նեթանյահուն վերջերս մի շատ հետաքրքիր ուշագրավ հայտարարություն արեց այն հայտնի պեյջերների հարձակման հետ կապված, շատ հետև բացահայտում արեց, պարզվել է, որ իրանցիները Հեզբոլայի, այսինքն մարտիկները հասկացել են, որ ինչ որ մի բան այն ուղղությամբ չի գնում, որ ինչ որ իրենք խոսում են պեյջերների միջոցով հայտնի է դառնում Իսրայելին, որոշել են այդ օրը ուղարկել պեյջերներից մի քանի պեյջեր Իրան հատուկ ուրեմն ուսումնասիրությունների, որ տեսնեն, թե ինչ միջոցներով է Իսրայելը կարողանում գաղտնազերծել իրենց հաղորդագրությունները, եւ այդ ինքնաթիռը խոցել են Իսրայելի հատուկ ծառայությունները, եւ դրանից բացի ունեցել են ընդհանրապես պարզվել է, որ ընդհանրապես 24 ժամվա ընթացքում կարող է այս ամբողջ իսրայելյան 13 տարվա աշխատանքը հատուկ ծառայությունների բացահայտվել, դրա համար Նեթանյահուն անմիջապես հրաման է տվել օգտագործել պեյջերները։ Եվ սրա պատճառով անմիջապես օգտագործել են պեյջերները եւ այդ պայթյունները։ Այդ Պեգասուս ծրագիրը օգտագործվել է Արցախյան պատերազմի ժամանակ եւ այդ ծրագրի միջոցով բազմաթիվ հեռախոսներ, ես նույնիսկ պատկերացնում եմ, որ Հայաստանի բարձրաստիճան իշխանության ղեկավարության հեռախոսներից սկսած լրիվ վերահսկել են նրանց խոսակցությունները, նրանց քննարկումները եւ որոշումները ադրբեջանցիները իմացել են հենց այդ Պեգասուս ծրագրի միջոցով, որը որ տրամադրել էր Իսրայելը Ադրբեջանին։ Հույսով եմ արդեն պատկերացնում են, թե ինչպես է պետք այդ ամենին դեմ պայքարել, բայց բնականաբար պրոգրեսը իր տեղում չի կանգնում եւ ամենայն հավանականությամբ հիմա ավելի լուրջ ծրագրեր գոյություն ունեն կամ այդ ծրագրի թարմացած տեսակները նույն Պեգասուսի եւ սա եւս նոր եւ լուրջ խնդիր է կարծում եմ Հայաստանի համար։ Ոչ միայն Պեգասուսը, մի մոռացեք, որ վերջերս Ադրբեջանը նաեւ այս 4 միլիարդ դոլարի շրջանակներում ձեռք է բերել Իսրայելից ուրեմն բանակի կառավարման համակարգչային համակարգեր, այսինքն քանի որ իսրայելյան բավականին լուրջ զինատեսակներ կան այսօր Ադրբեջանի արսենալում եւ
ստեղծվում է քարտեզ, թե որ ստորաբաժանումը քանի ATS ունի, քանի տանկ ունի, որ ստորաբաժանումն ինչ ունի, մեծ մի քանի խոշոր այսպես էկրանների վրա իրանք կարողանում են ողջ իրենց բանակը շատ հանգիստ այսպես մկնիկի միջոցով կառավարել, թե որ զորքերը ուր գնան եւ ամբողջը նաեւ արհեստական բանականության միջոցով։ Դու պատկերացրեք Իսրայելը ինչպիսի տեխնոլոգիաներ փոխանցել Ադրբեջանին եւ որտեղ ենք մենք գնում ենք մայիսի 9-ին մարտակերների կողքը կանգնելու, որպեսզի ինչ անենք, որ ինչ ասենք, որ Ադրբեջանը եւ Ռուսաստանը ծիծաղեն Փաշինյանի վրա, թե որտեղ է ձեր Շուշին, մայիսի 9-ին Շուշի հաղթանակ եք տոնում, հիմա որտեղ է ձեր Շուշին, որտեղ է ձեր Արցախը։ Խեղկատակ պիտի դառնանք դրանց։ Պարոն Չեռնոմորյան, քաղաքականության մեջ սիրել չսիրել հասկացողություն գոյություն չունի։ Մենք հիմա շատ դառը զգացումներ ունենք Իսրայելի քաղաքականության պատճառով Հայաստանի նկատմամբ, ավելի ճիշտ Ադրբեջանի նկատմամբ, որը ազդում է Հայաստանի վրա եւ ազդել է նաեւ Արցախի կորստի վրա։ Ձեր պատկերացմամբ ինչ կարելի է անել, ինչ կարող է անել Հայաստանի իշխանությունը, եթե սառը դատողությամբ առաջնորդվի, կրկին ասեմ, սիրել չսիրելը քաղաքական հարթություն չէ։ Ինչ առումներով կարելի է համագործակցել կամ փորձել համագործակցել Իսրայելի իշխանության հետ, որպեսզի ինչ որ չափով բալանսավորել Ադրբեջանի եւ Իսրայելի հարաբերությունները։ Տեսեք, վերջնենք ապրիլի 24-ը մեր միջոցառումը Պետախտիկվայում քաղաքապետին հրավիրեցինք, հենց այդ նույն քաղաքապետն մեր տարածք է տվել, հուշարձաննել, տարածքնել անվանել ենք այդ զբոսայգին Շարլ Ազնավուրի անունով։ Այսինքն, եթե մենք անմիջապես աշխատում ենք քաղաքային իշխանությունների հետ, ճիշտ է, 20 տարի մեր համագործակցության արդյունքում նման պրոյեկտներ հանդես եկան։ Ինչն է խանգարում Իսրայելին ու Հայաստանին միասին համագործակցել ու աշխատել։ Մենք ժամանակին անդադ բարձրաձայնում ենք տարբեր տեսակի տեխնոլոգիաների Իսրայելից Հայաստան բերելու եւ այլն։ Իմ կարծիքով շատ մեծ համագործակցության հնարավորություններ այսօր կան Հայաստանի եւ Իսրայելի շահերը համընկել են Պակիստանի եւ Հնդկաստանի հարաբերությունների հետ կապված։ Այս ոլորտում մենք կարող ենք շատ լուրջ համագործակցել, ոչ, բավարար չէ։ Սա ուղղություններից մեկն է։ Այս պահին գոնե կոպիտ ասած բռնելու տեղ ունենք, որ կարողանանք հենց այս պահը օգտագործելով որոշակի ջերմացնենք մեր հարաբերությունները Իսրայելի հետ։ Ինչ վերաբերում է Կովկասում, մենք պետք է լուրջ աշխատանքներ տանենք Իսրայելի հետ կապված մեր հայկական դիվանագիտությունում մենք ունենք դեսպանատուն այստեղ, պետք է այդ հարաբերությունները ավելի սերտացնել, շփումները։ Տեսեք, վերջին շրջանում քանի պատվիրակություն է 44 օրից հետո ընդհանրապես եկել Իսրայել Հայաստանից կամ Հայաստանից Իսրայել։ Ոչ մի։ Այսինքն Հայաստանը վերաբերում է Իսրայելին որպես թշնամական պետություն, որպես Ադրբեջանին աջակցած պետություն փաստացի, նման հայտարարությունների իհարկե չեն եղել, բայց փաստացի սա է էությունը։ Պարոն Չեռնոմորյան, դուք որպես հայ համայնքի ներկայացուցիչ Իսրայելում փորձել եք երբևիցե նամակ գրել օրինակի համար Հայաստանի արտգործ նախարարի անունով, թե ինչ կարելի է անել, ինչ քայլեր կարելի է իրականացնել, նույն դեսպանը ինչ քայլեր պետք է իրականացնի, որը որ չի իրականացնում։ Այսինքն նման փորձ ձեր կողմից եղել է, հրաշալի մոտեցումներ ունեք։ Մենք խոսում ենք, մեզ դիտում են հազարավոր մարդիկ, բայց կարծում եմ նամակը եւս կարող է հետաքրքիր եւ կարեւոր ազդեցություն ունենալ այս ամենի մեջ։ Ես ամեն անգամ, երբ որ ես այդ նամակներին չեմ հավատում, որովհետև նույնիսկ վերջին անգամ, երբ որ կարելի է նամակ եւ դա նաեւ հանրայնացնել, բաց նամակ էլ կարելի է։ Ես անկեղծ ասած աշխատում եմ այլ տարբերակով, քանի որ հանրային հրապարակումները նամակների եւ նման գործելավոճից օգտվում են նաեւ մեր թշնամիները եւ դրա պատճառով ամեն անգամ, երբ որ ես մեկնում եմ Հայաստան, խնդրում եմ հանդիպումներ արտաքին գործերի նախարարության պատասխանատուների հետ, միշտ հանդիպումներ եմ ունեցել փոխնախարարների հետ, Մերձավոր Արևելքի վարչության պետերի հետ ԱԳՆ-ում, այս անգամ նախորդ անգամ 2023-ին, երբ որ Հայաստանում է կրկին հանդիպում եմ ունեցել պատասխանատուներից մեկի ԱԳՆ-ում եւ ցանկացած հանդիպման ժամանակ ես կոնկրետ նպատակներ եմ մատնանշում, թե ինչ կարելի է անել, նաև ներկայացնում եմ Իսրայելում տեղի ունեցող հայկական համայնքում իրավիճակը, տարբեր հիմնախնդիրներ կապված,
կովերի պարտեզ, հողեր, ունեցվածք, ժառանգություն, հիմնախնդիրներ, քրիստոնյաների հետ վերաբերմունքի փոփոխություն Իսրայելի կառավարության կողմից եւ այլն։ Այսինքն ներկայացնում եմ այն փունջը հենց առաջին ձեռքից, որը պետք է ԱԳՆ-ն իմանա։ Բայց խնդիրն այն է, որ այս տարիների ընթացքում, քանի տարի, 23 տարի, ես Հայաստանի հետ կապ եմ պահպանում եւ այս 23 տարիների ընթացքում տասնյակ անգամներ եղել եմ Հայաստանում եւ ամեն անգամ, գրեթե ամեն անգամ հանդիպումներ եմ ունեցել տարբեր գերատեսչությունների, այսինքն հիմնականում ԱԳՆ եւ Սփյուռքի նախարարության հետ։ Եվ անընդհատ մեր մտորումները եւ մեր դիրքորոշումը փոխանցել եմ։ Բայց մեր Հայաստանի կառավարության հետ հարաբերությունները կարելի է բնութագրել ինչպես բետոնի պատ եւ այդ բետոնի պատը որևէ գործիք չունենալ փորձելու կոտրելու քաղաքականության։ Այս նման պատնեշի են միշտ հանդիպում ԱԳՆ-ում եւ Հայաստանի կապ չունի ինչ կառավարություն է, որովհետեւ նրանց մոտ հստակ դիրքորոշում կա եւ այդ դիրքորոշումը հնարավոր չէ փոխել։ Ցավոք սրտի, ինչքան էլ իրենց ասես, որ ասելով Իսրայել հասկանում ես Ամերիկա, ասելով Ամերիկա հասկանում ես Իսրայել, եւ այս ամբողջ այս պարզ ու հասարակ ֆորմուլա ադրբեջանցիները շատ փայլուն օգտագործում են, օգտագործելով եւ հրեական լոբին այժմ Թրամփի վրա ազդեցություն ունենալով եւ այն ժամանակ, երբ որ Շևարդնաձեն ու Ալիևը վազեվազ եկան, հեվեհև եկան Ադրբեջանից ու Թբիլիսիից եկան ուրեմն Թել Ավիվ եւ ասացին, որ մենք հազարամյա պատմություն ունենք հրեա ժողովրդի հետ արեք ընկերություն անենք, Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ արեց, Քոչարյանն ինչ արեց, եկել էր մի անգամ Քոչարյանն աստեղ ու ինչ որ զենք առավ, տարի եղել որ Քոչարյանը ընդամենը $1 միլիոն զենք է առել հայ բանակի համար, ընդ որում երբ որ Ռուսաստանը միլիարդներով զենք էր ծախում Ադրբեջանին եւ Իսրայելից էլ միլիարդներով սկսեցին զենք առնել 2007 թվականից հետո, արդյունքն ինչ եղավ տեսանք։ Շատ վատ է դա, պարոն Չերնոմորյան, բայց այնուամենայնիվ այս իրավիճակը իրոք պետք է փոխվի, քանի որ Իսրայելը փաստացի Իսրայելի եւ Ադրբեջանի համագործակցությունը, եթե ավելի կոռեկտ արտահայտվեմ, շատ լուրջ մեծ վտանգներ եւ խնդիրներ է ստեղծում հայկական պետականության համար։ Հետևաբար մենք պետք է աշխատել սովորենք Իսրայելի հետ։ Այո, ես համամիտ եմ եւ ես 23 տարի սա եմ պնդում բոլոր կոնֆերանսների, բոլոր հնարավորությունները օգտագործելով ձեր հարթակները, իմ գործընկերներից հարթակները, բոլոր հարթակներն անընդհատ սա եմ ասում, որ երկու ժողովուրդ, որը հոլոկոստը ու ցեղասպանություն է անցել եւ ժողովուրդ հասկանում եք ազգը, հրեա ժողովուրդը շատ ջերմ է հայերին վերաբերվում, նրանք իրենց մեջ որևէ թշնամանք մեր ազգի նկատմամբ չունեն եւ փաստացի մենք էլ ապրելով հրեաների շրջանում միայն հարգանք ու պատիվ ենք այստեղ վայելում, երբ որ հրեաներին ասում ես արմենի, հայ, նրանք քո նկատմամբ յուրահատուկ ուրեմն դիրքորոշում են դրսևորում, որովհետեւ հայերը փոքրաթիվ են, Իսրայելում շատ որակով են, չկա մի հայ, որը այդ կրոնականները նու կրոնականները այս վերջին 3 օրինակ կրոնականներից մեկը այդ ուրեմն Սիրիանայի ժամանակ բարձրացել էր Իսրայելի դրոշը վերցել գցել էր գետնին։ Այդ կրոնականը իր սեփական պետությունը չի հարգում։ Ես ինչ հարգանք պետք է ակնկալեմ այդ կրոնականից քրիստոնյաների նկատմամբ։ Պատկերացնում եք։ Նրանք բանակ չեն կնում, իրեն ժողովրդի համար չեն ուզում ծառայեն, ես ինչ պետք է ակնկալիքներ ունենամ այդ մարդկանցից։ Սրանք ուլտրաօրթոդոքս ուղերձները լվացած միայն առավոտվանից երեկո աղոթող մարդիկ են, որոնք չգիտեն ամեոբան ինչ է, բակտերիան ինչ է եւ կորոնավիրուսն ինչ է։ Հենց այդ իրենց նախարարը առողջապահության Նաթանյահուի ժամանակ ասում էր կորոնավիրուս չկա, ժողովրդի լեզվով ասած հողը խաբար չտանի, ինքը հենց առաջինից մեկն էր, որ կորոնավիրուսից մահացավ։ Հենց իրենց նախարար առողջապահության, որը հենց այդ օրթոդոքսներից է, պատկերացնում եք։ Այս մարդկանց հետ ոչինչ մենք չունենք, բայց հրեա ժողովուրդ միայն այս մարդկանցով չէ, որ ուրեմն սահմանափակված է։ Մենք ամենուր ասենք հրեաները շփում ենք, այս տարի օրինակ բավականին լուրջ միջոցառումներ անցկացրեցինք Պետախտիկվայում, քաղաքապետներ եկել, մեր հյուպատոսներ եկել Հայաստանի Հանրապետության, 1.5 ժամանոց 200-ից ավելի հայրենիներ Բերշևայից, հարավային քաղաքներից մինչև հյուսիսային Նատանյայից ու Հայֆայից մարդիկ եկել էին։ Հավոք մենք պարոն Չերնոմորյան նաև ֆինանսներով ենք սահմանափակված, թե չէ կարելի էր օրինակի համար լրագրողների փոխադարձ այցեր օրինակի համար կազմակերպել կամ քաղաքական վերլուծաբանների, փորձագետների Հայաստանից Իսրայել, այս դրա համար պետք են ահռելի միջոցներ, դա կարևոր սկիզբ կարող է դառնալ։ Ահռելի միջոցներ անկեղծ ասած պետք չեն,
Փաշինյանը եթե ցանկություն ունենա իրենց բյուջեն որ նայում ես կատարողական են այս Պետության հարցում համար շատ թեթև է այդ ծախսերը շատ թեթև են։ Ես ասում եմ մեր նման կազմակերպությունների համար։ Մեր նման կազմակերպությունների համար սա երազանք է, որովհետև ինչպես դուք եք ձեր հաշվին աշխատում եւ սկսած հասարակ մկնիկ գնելուց վերջացրած ասենք այդ ինտերնետային բոլոր ծախսերը կատարելուց ես էլ ձեր հետ ես երեք ինտերնետ կայք ունեմ Իսրայելում մեկը մեր հասարակական կազմակերպության հայերի կայքն է մյուսը իսրայելահայեր թերթն է մյուսն էլ Armenia COIL տեղեկատվական եբրայերեն լեզվով հարթակն է որը նաև ձեր անմիջական աջակցությամբ սկսեց գործել շատ լավ եւ սայտ մեր կայքը այսօր հարյուրավոր եբրայերեն լեզվով օնլայն տարբերակով հոդվածներ է ուրեմն սփռում ողջ Իսրայելի տարածքում, այսինքն տեղեկատվական պորտալը սկսել է փետրվար ամսից շատ լուրջ աշխատել, պետական, այո, այսինքն ուզում եմ ասեմ, որ մենք անում ենք այնքանը եւ գիտեք որն է ցավալի պարոն Այվազյան այս պարագայում որ մեր համայնքներում փոքր համայնքն եմ, ասենք ձեր համայնքը մոտ է Հայաստանին, ունեք ռեսուրսներ, ասենք Հայաստան գնալ կարող եւ ձեր կապը Հայաստանի հետ շատ ավելի ճավախահայության եւ ձեր թասիբի մասին չեմ խոսում էլ, թե ինչպիսի հզոր աշխատանք եք կատարում այդտեղ։ Մեզանում մեր համայնքը գնալով փոքրանում է, չունենք նոր ուժեր, նոր այսպես թարմ արյուն, որ պետք է սրսկվի մեր հայկական համայնքի մեջ, երիտասարդություն չկա մեզ փոխարինող ցավոք սրտի, այսինքն մի խումբ մտավորականներ, որը զբաղված է մի մասը զբաղված է հայոց ցեղասպանության հարցերով, մի մասը զբաղված է համայնքային ներքին խնդիրներով, մենք բոլորս էլ հավերժ չենք հասկանում եք այս տարիների 11 տարիների աշխատանքից հետո ցավոք սրտի եթե մարդ մի օր հետև հիվանդանա նույնիսկ եւ այս հիվանդությունը կարող է հասնել եւ ասենք YouTube-յան հաղորդումների եւ թերթերի եւ ամբողջ համայնքային աշխատանքների վրա եւ բարինովներ ցավոք սրտի մենք չունենք սա իմ հիմնական ցավը որ ասենք սերունդ է պետք նախապատրաստել մեզանից հետո կամ մեր հետ համատեղ ասենք որպեսզի մեր աշխատանքները այն որ մենք 11 տարիներ իրականացնում ենք կարողանանք շարունակել այ հիմնական իմ ցավը այստեղ է որ ասենք երկճերմակ ջարդը ու ասիմիլյացիան հա խառ ընտանիքների ձևավորումները հայերի հрьяաների հայերի արաբների փոխամուսնությունները տալիս են շատ բացասական արդյունքների մեզանում եւ մեր եկեղեցու համար խառն ամուսնություն ունենալով նշանակում է եկեղեցու համար կոնկրետ ընտանիքի կորուստ այսինքն հայի կորուստ եւ նման կորուստները ցավոք սրտի վերջին ժամանակների շատացել են եւ շատ դժվար օրինակ Պետախտիկվայի հայկական դպրոցը այս պահին չի գործում ցավոք սրտի, որովհետեւ արդեն երեխաները մեծացել են, տարաճանաչ դարձել են եւ գալիս է մի պահ, որ ասենք տարաճանաչ դառնալուց հետո մի որոշակի ժամանակ պետք է սպասենք մի քանի տարի, մինչեւ նոր սերունդը մեծանա, այսինքն այն մարդիկ, ովքեր ամուսնացել են երկրորդ, արդեն երրորդ երեխան են ունեցել կամ նոր ամուսնացածների երեխաները մի փոքր մեծանան, մանկապարտեզի հասակից դառնան դպրոցական, որ նորից դասարան հավաքենք, սկսենք երեխաներին հայերեն սովորեցնել։ Շատ շնորհակալ ենք, պարոն Չեռնոմորյան, այսօրվա զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Ցտեսություն կհանդիպենք։ Ցտեսություն։